Մի հարց տամ, սիրելի բարեկամներ, օրինակ ինչ եք կարծում, եթե որևէ նախկին բարձրաստիճան պետական պաշտոնյա իր պաշտոնավարման ընթացքում ինչ-որ ապօրինի ճանապարհներով կարողացել է դիզել, ասենք, $2 միլիոն կարողություն, նա Հայաստանի Հանրապետությանը որքան վնաս է տվել, հենց $2 միլիոն, իրականում ոչ, իրականում նա Հայաստանի Հանրապետությանը դրանից մի քանի անգամ ավելի շատ վնաս է տվել։ Ինչպես։ Օրինակ, եթե այդ տվյալ պաշտոնյան իր գործունեության ընթացքում օգտագործելով իր դիրքը կաշառք է վերցրել, հովանավորչություն է արել, ինչ-որ մեկի բիզնեսներ է խլել կամ փայ է խլել, կամ իր սեփական բիզնեսների համար արտոնյալ պայմաններ է ստեղծել խաթարելով մրցակցային միջավայրը։ Նա ոչ միայն այդ պահին կամ ենթադրենք ուռճացված գնով գնումներ է կազմակերպել եւ ատկատներ վերցրել, նա ոչ թե այդ պահին ուղղակի նյութական վնաս է պատճառել Հայաստանի Հանրապետությանը, այլև իր գործողություններով խաթարելու ապականել է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքի ամբողջ տրամաբանությունը, թույլատրել մարդկանց մոտիվացիան եւ մարդկանց մեջ սերմանել մի այնպիսի կարծրատիպ, որ Հայաստանի Հանրապետությունում հաջողության հասնելու համար կարևոր են ոչ թե գիտելիքը, նախաձեռնողականությունը, աշխատասիրությունը, ազնվությունը, այլ լրիվ այլ որակներ՝ զոռբայությունը, անազնվությունը, տարբեր ապօրինությունները, փողը, ծանոթ բարեկամը, ու այս ամենի արդյունքում մեր երկիրը զարգացել է անառողջ ուղիով, անառողջ ինստիտուտներով ու անառողջ հարաբերություններով։ Իսկ դա որքան է մեր երկրին վնասել, եթե հաշվենք, որ մենք մինչև 2018 թվականը 20-25 տարի աշխատել ենք, գործել ենք, ապրել ենք այդ համակարգում, ու եթե հաշվենք, թե քանի նման բարձրաստիճան պաշտոնյաներ կային ու ինչ ծավալի գործողությունների մասին է խոսքը, ապա կարելի է միայն ենթադրել, թե Հայաստանի Հանրապետությունը որոշ մարդիկ կամ մարդկանց խմբեր որքան վնաս են պատճառել։ Ու երբ այդ մարդիկ այսօր անցնում են ապօրինի գույքի բռնագանձման այդ գործերով, ու երբ իրենք են մեզ մեղադրում որոշ բաների մեջ ու խոսում աղքատությունից, երկրի տնտեսական վիճակից, պետք է նկատի ունենալ, որ այդ մարդիկ Հայաստանի Հանրապետությանը ոչ միայն նյութապես, այլ ամեն կերպ վնասել են եւ Հայաստանի Հանրապետության զարգացումը տարիներով եթե գցել, եթե ոչ ասենք 20 տարով։ Դրա համար երբ ես վերջին հարց ու պատասխանի ժամանակ կառավարության այդ ֆինանսների նախարարությանը հարցնում էի, թե արդյոք ինչպիսին կլիներ մեր տնտեսությունը, եթե մենք չունենայինք այդ բոլոր բացասական երևույթները՝ կոռուպցիա, անիշխանություն, օրենքի անկատարություն, ընտրությունների կեղծում, արհեստական մոնոպոլիաներ, դա ոչ թե հիպոթետիկ հարցեր, այլ կոնկրետ պատասխանի ակնկալիքով հարց, որպեսզի մենք կարողանանք գոնե մոտավոր տնտեսական գնահատական տալ անցածին։ Ֆինանսների նախարարությունը իդեպ արդեն պատասխանել է իմ հարցմանը, եւ ես առաջիկայում հարմար առիթի դեպքում ավելի մանրամասն մեր գործընկերների հետ միասին կներկայացնեմ այդ հետազոտության արդյունքները։ Շնորհակալություն, կարևորը այն է, որ մենք հիմա այդ ճանապարհից դուրս ենք եկել եւ մեր երկիրը տանում ենք առողջ զարգացման ճանապարհով։ Շնորհակալություն, ձեզ լավ օր։